այդտեղ նեված դե ժողովրդական Ձեզ մի հարց կարել է, ուզում եմ մի հատ հարց տալ, ձեզ խի հենց այս տարի որոշեց վարչապետը, որ այցելի մեր եզդիների իշխանությունների կապած բան կա, որ այս տարի այսքան տարվա մեջ ինքը եղել է վարչապետ, մի օր չի այցելում մեր եկեղեցին։ Իսկ այսքան տարվա մեջ ոչ մի բան եզդի համայնքի համար չի արվել։ Ոչ։ Բաներ չի կառուցվել։ Ոչ։ Ուղղակի հետաքրքիր է, խի այսքան տարի հետո այդ ընտրությունների հետ կապված ինքը այսօր այցելեց։ Միանշանակ է։ Շատ ու շատ բաներ արվել ու շատ բաներ արվել։ Չի արվել, ես ամբողջը լավ տեղեկալ շատ բաներ։ Դե անձամբ կարծիքն է դա։ Ես ուզում եմ այդ հարցը տայրան, խի հենց ընտրությունների հետ կապված այս տարի որոշեց գա։ Ամեն տարի Ամեն տարի դուք չեք եկել, ես ղեկավար չի եկել։ շատ ղեկավարներ են։ Ոչ մի ղեկավար չի։ Եկել։ Հայաստանի Հանրապետության Ընտրությունների հետ կապված այս տարի դուք որոշել եք որ։ Ամեն տարի էլ գալիս է։ Թող մնացածն Ես ձեզ տեսել եմ։ երկուս ընտրությունների հետ կապված։ Ինչ կարևոր։ Միանշանակ կգան։ Եկել եք։ Ուղղակի խի այսքան տարի հետո 8 տարի հետո այսօր որոշեցիք։ Ինչ ես ասում։ Chalo, adeu ya, kadına kişi hadi. Ama iyi sağladın. Demek ki sonraki borboda da bu Ես ուզում հարց տամ, ինչի համար այսքան տարի։ Ոչ մի տվեց, ես իրավունք ունեմ, ես Հայաստանի քաղաքացի եմ եւ եզդի ազգի ներկայացուցիչ եմ։ Ինչ կապ ունի։ Սիրելի քույր, հիմա եզդիական տոնա, մեր նոր տարին է, Իհարկե, եւ թույլ եզդի տվեք, մենք մեր տոնակատարությունը անցկացնենք։ Հարցեր ունեք, բազմաթիվ այլ տեղեր ունեք, կտակ Իհարկե, ձեր։ մի քիչ հեռու կանգնեք, իհարկե ունեմ, դրա համար էի ուզում ձեր։ Քիչ է ինձ միջև այս կանչը։ Պարոն վարչապետ, ձեզ մի հարց կարելի է։ Տարի ինքի համար դուք չեք զալիներ եկեղեցի, չէ՞ որ որտեղ չեք հրավիրում։ պետք է հրավիրեին, չէ՞ որ Մենք պարոն Բաքոյան Բազմաթիվ անգամներ, ինձ որպես համայն Ես մենք պարոն Բաքոյանի հետ նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ որ ինքը եզդիերենով ազգային ժողովում ելույթ ունեցավ, դա շատ կարևոր համարեցի եւ ես հրավիրեցի աշխատանքային հանդիպման եւ ասացի, որ ես կարծում եմ, որ մենք իրար հետ ապրում ենք, բայց բավարար չափով չենք ճանաչում իրար ավանդույթները եւ այլն եւ ես խնդրեցի պարոն Բաքոյանին, ասացի եթե դա ընդունելի կլինի մեր համայնքի համար, որովհետև այնուամենայնիվ ես չեմ համարում, որ ես կարող եմ առանց հրավերի գալ մտնել տաճար, որովհետև սա սրբավայր է եւ մարդկանց գաղտնիքների հետ մանավանդ, որ ցավոք սրտի մենք իսկապես շատ մանրամասն չենք ճանաչում, պետք է հաշվի նստել եւ երբ որ հրավեր ա եղել, առաջինից պատեհառիթի դեպքում ես այդ հրավերը ընդունել եմ, որովհետև երբ լիներ հրավերը, այդ հրավերը ես կընդունեի։ Բայց չէ՞ որ դուք Հայաստանի վարչապետն եք, դուք ամեն տարի կարող եք գալ, տոնակատարություններին կարող եք գալ մասնակցել։ Ես առաջին վարչապետն եմ Հայաստանի ղեկավարը, որ այցելում եմ
Եվ դա էլ է շատ։ Ես մտածել եմ, որ եթե միջև հիմա այդ չի եղել, կարող է համայնքի ցանկությունն է դա, որ մի հատ հարցամ անկեղծ կպատասխանեք պարոն վարչապետ։ Սա կապված է ուղղակի ընտրությունների հետ, թե ուղղակի զուտ պարոն Բաքոյանի բարձրացրած հարցից հետո որոշեցիք որ դա։ Գիտեք ինչ, մենք ընտրություններում միշտ եզդիական համայնքի մեր սիրելի քույրերի եւ եղբայրների կողմից շատ բարձր վստահության քվե ենք ստացել, շատ բարձր առանց այցելությունների։ Եվ դուք կարող եք նայել նախորդ ընտրություններում թե 2018 թվականի, թե 2021 թվականի եզդիական բնակավայրերի մեր արձանագրած արդյունքները եւ ես նաեւ ասեմ, որ դուք կարող եք տեսնել, թե վերջին տարիներին մենք եզդիաբնակ համայնքներում ինչպիսի ներդրումներ ենք արել։ Մենք ճանապարհներ ենք կառուցել, որ տասնյակ տարիներով 40 տարի եւ ավելի չեն։ Ես այցելել եմ նաեւ առաջին անգամ եզդիական բնակավայրեր եմ այցելել եւ մենք նաեւ Ալագյաս խոշորացված համայնքում մեծ ներդրումներ ենք անում եւ ելի եմ ասում նախկինում ոչ մի անգամ ես հրավեր չեմ ստացել, ես մի քանի անգամ պարոն Բաքոյանին խնդրել եմ, ասել եմ ես կարծում եմ եւ ընդհանրապես պարոն Սանդիկովին էլ եմ միջազգայից խնդրել, ասել եմ որ Հայաստանի ազգային փոքրամասնությունների հետ մենք ապրում ենք, բայց մի տեսակ չգիտենք, լավ չենք ճանաչում մենք դուք երևի ավելի լավ եք պարոն վարչապետ, անկեղծ մենք փոքրամասնություններ չենք համարում մեզ, մենք հայ ազգի հետ մեզ եղբայրներ ենք համարում, ոչ թե փոքրամասնություն, որովհետև այսօր տվյալներով ինչքան որ տեղեկացված ենք, շատ մեծ է մեր ժողովուրդը։ Այո, բայց ես օգտագործում եմ սահմանադրություն 2015 թվականին ընդունված սահմանադրության տերմինաբանությունը, որպեսզի մաքսիմալ կոռեկտ լինի։ Ես մեկ էլ կխնդրեի բոլորը թող ֆիքսեն, որ ես Արշալուց գյուղից եմ, եւ ասեմ այսօր կան հենց կապված խնդիրներ, որ Արշալույսում եզդիների տները վաճառում են անօրինական ձևի, եւ դա ճիշտ է, հիմա այդ հարցը չի, բայց ես կուզեմ, որ դուք այդ հարցին շատ ուշադրեք, հարկադիր, կատարողական այդ հիմնարկները հիմնական վաճառում են եզդիների տները, անօրինական կոպեկներով, այդ հարցին խնդրում եմ, եթե այդքան նվիրված եք դուք մեր ժողովրդին Խալիդով։ Տիկին Խալիդով, տեսեք, Հայաստանում դուք ես ուղիղ եթերում այցելում եմ տարբեր մարզեր, դուք կտեսնեք, որ նմանատիպ հարցեր բարձրացնում են նաև Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները։ Ես բացառում եմ, որ որևէ էթնիկ նկատառումով որևէ մոտեցում ցուցաբերվի։ Համեն դեպս եթե այդպիսի բան պարզվի, այդպես գործողները խստագույն պատժի կան։ Բայց ես էլի ես լսելով ուզի եթերում է տեղ ունենում, դուք եթե ժամանակ ունենաք կարող եք նայել թե Եղվարդում այդպիսի հարց բարձրացնող կա, Արտաշատում այդպիսի հարց բարձրացնող կա, Արմատներում այդպիսի հարց բարձրացնող կա։ Այո, տեղյակ եմ դրա համար մեր փորձը գոնե միջև այս պահը մեր ունեցած տվյալն ինչա ցույց տալիս, որ օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պարտավորությունները չկատարելու հետ են կապված այդ դեպքերը, եթե կպարզվեն այլ իրավիճակներ, ես ձեզ հավաստիացնում եմ, խոստանում եմ, որ այդ իրավիճակներում պետությունը կգործի իր քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ։ Մեզ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեզ համար կապ չունի ազգության հայ է, եզդի է, ռուս է, միանշանակ, սա մեր հողն է, սա մեր տունն է, մենք երբեք չենք էլ օտար տենց մեզ ուզգում Հայաստանի մեջ, որտեղ Հայաստանը մեր տունն է, մենք ամեն մի մանրուքի համար պայքարում ենք, ամեն մի սխալ դետալի համար մենք էլ ձեզնից օտար չենք զգում եւ այսօրվա իմ այցը հենց դրա մասին է, որ եզդիների տոնը նաև իմ տոնն է եւ ես եկել եմ շնորհավորելու ձեզ եւ մյուսներին։ Ուրախ եմ, ուղղակի հարցս դե հենց դրանում էր։ Պարոն Փաշինյան, կյանքի բավան հարց է, խնդրում եմ լսեք, էլի։ Խնդրում եմ։ Մի րոպե սպասեք, էլի պարոն վարչապետ։ Մի րոպե խնդրում ենք, էլի։ Չորրորդ պարկի վթարային շենքից ենք, փլուզման եզրին է մեր շենքը, այստեղից շենքը երևում է, կարող եմ գոնե մի հատ նկարծիչ տալ։ Համարը փոխանցեք։